Հայաստանում ավարտվեցին հերթական խորհրդարանական ընտրությունները եւ ընտրությունների ավարտից հետո իշխող ռեժիմի պարագլուխը շարունակում էր սպառնալ սեփական քաղաքական հակառակորդներին եւ մենք նաեւ տեսնում ենք, որ ռեժիմի մահակ հանդիսացող ուժային կառույցները շարունակում են բռնաճնշումները ընդդիմադիրների նկատմամբ։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Ողջույն Տիկին Ալեքսանյան։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Եկեք նախ խոսենք, թե ինչ տեղ ունեցավ հունիսի 7-ին, որովհետև հանրությունը դեռ քննարկում է ակտիվ հասարակական քաղաքական ընդդիմադիր սեգմենտը հաշտ չէ տեղի ունեցածի հետ, եւ ըստ էության արդյոք կարող ենք փաստել, որ երբ Նիկոլ Փաշինյանը գիշերը ժամը 2-ին բրիֆինգ իրականացրեց եւ հայտարարեց, որ իրենք իբրև թե հաղթել են, դա իշխանության յուրացման փորձ էր։ Ես նայել եմ այդ կադրերը, շատ խառներ, դա այսինքն աճապարել էին հայտարարել, որ իշխանությունը իրենցն է, բայց իրենք ինչ որ վախեր, տարբեր խոճապային ինչ որ բան էլ կար էլի իրանց մեջ, եւ իրենք անկեղծ իրանց դեմքերով էին, ասենք այն որ լրիվ բաց ու sense ոչ չէին ստում էին, բայց նաեւ ով է մենք տեսնում էինք իրանց իրական դեմքը, թե ինչի համար են դա անում, ես ճիշտն ասած մի քիչ վտանգի զգացում իմ տպավորությամբ, որ կարող էր վտանգ սպառնալ, որ մարդկանց հրահրելու, նույնիսկ այդպիսի տպավորություն ստացա, ինչ որ պրովոկացիայի տանելու մարդկանց, հասկանում եք, իրենց այդ վիճակը միանշանակ ընկալել հնարավոր չի, տարբեր մարդ տարբեր ձևով կարող էր դա ընկալել, եւ իհարկե, երբ որ մի ժամի չափ հետո Սամվել Կարապետյանը ելույթ ունեցավ, մի քիչ իրավիճակը ոնց որ հավասարակշռվեց, այսինքն այդ վտանգի զգացողությունը, որ մարդիկ դուրս չգան փողոց եւ չգիտեմ, ակամայից ինչ որ բաներ տեղի ունենան, ավելի շատ, որովհետեւ մինչեւ այդ ես ամբողջ ժամանակ այդ վտանգից շատ վախենում էի, մտահոգ էի շատ, որ բախումներ կարող են լինել, բան ու իմ տպավորությամբ դա էլ այդպիսի մի փորձ էր, բայց այդքան էլ վստահ չեմ ասում, թե ինչ էր իրենց գլխում, բայց այն որ իրենց աթոռները մնան, իրանք այդտեղ են մենակ իրենց ապահով զգում, ոնց որ այդ բանը զգացվում էր։ Ինչ ասեմ, նախընտրական շրջանն է շատ ավելի կարևոր, որը մի սարսափելի երբեք այդպիսի նախընտրական շրջան, հետընտրական սարսափներ եղել են, բայց նախընտրական Հայաստանում ես չեմ հիշում, որ այդպիսի տեղեկատվական գրոհ, ապա տեղեկատվական նկատի ունեմ, այդ սպառնալիքներ, ատելության խոսք, ձերբակալություններ, չգիտեմ, քրեական վարույթներ, բազմաթիվ, լսում ես ամեն օր, ինչ նախընտրական վիճակ է դա արդեն լեգիտիմ չէր, էլի այդ նախընտրական քարոզարշավը, դա նայում ես մտածում ես, ինչ է եղել, այդ դու չէիր ասում, ավարտվել է Հայաստանում կեղծել ընտրությունները, այդ չի կրկնվի երբեք Հայաստանում, բայց ինչի պայմաններ չէիք ստեղծել հավասար, որ մարդիկ բոլորը կարողանային իրենց քարոզարշավը տանել եւ ոչ թե անընդհատ ձերբակալ, պարզվեց 700-ից ավել մարդկանց են ձերբակալել կալանքների տակ, դե պաշտոնական հաղորդագրություն եմ ես ձեզ ասում հակակոռուպցիոն կոմիտեի մոտ 10 օր առաջ թողարկված 155 քրեական վարույթ, բայց դրանից հետո էլի են ձերբակալություններ եղել եւ այլն, էլի 242 մարդկանց նկատմամբ վարույթներ են հարուցվել, բայց ընդամենը 14 գործ է ավարտվել մեղադրական եզրակացությամբ, որ այդ ընտրակաշարքի այդ բումը, որ իրանք այդպես բան են անում, եւ իդեպ ասեմ, որ դա իրանց այդ ոճն է, ոնց են իրենք Սրբազանի գործը Բագրատ Սարգսին, չէ, ահաբեկչության նախապատրաստություն ու հարձակվել են, sense մի հատ վայն ասում, հա, ահա որ քարոզչություն է,
այդ վայնասունը հկներն էին ասում դուք էլ պետքա ճանաչեք, որ հայտարարությամբ հանդես գաք, որ նախապատրաստությունն է դա ահաբեկչության, ու հետո երբ որ այդ ձայնագրությունը դուրս եկավ, արդեն ամեն ինչ բարձվեց, որ կեղծված է, մոնտաժված է, չգիտեմ ինչ է, եւ այլ, եւ տեսնում ենք գործը ինչ վիճակում է։ Այսօր նույնը այդ ընտրակաշարքի ես այդպես եմ, ես դրա հետ եմ համեմատում, այդ քարոշությունը ընտրակաշարքի, եթե դուք չունեք մի հատ դատական ակտ, որ կայացրել եք, իսկ ինչի՞ չեք կայացնում դատական ակտերը, դա էլ է հարց։ Հասկանում եք, ինչքան ժամանակ այդ ձերբակալությունները տեղի են ունենում, տենց մի բարդ գործեր չեն, որ դուք մինչև հիմա մի հատ դատական ակտ չունեք, որ մենք կողմնորոշվենք։ Այսինքն անմեղության կանխավարկածը իրենք դրել ջնջել են, ընդհանրապես գոյություն չունի։ Իդեպ ասեմ, որ ձայնագրությունների հրապարակումն էլ է նորություն, որտեղ դա սովորաբար նախաքննության գաղտնիություն է, եւ դու այս կողմի մեղադրանք հանելով որպես ապացույց ես դա ներկայացնում, ու մյուս կողմը ինչ պետք չունի պաշտպանվելու հնարավորություն, էլի, լրիվ ամեն ինչով անհավասար։ Երևի մտածում էին այդ ընտրակաշարքի այդ վայնասունը իրենց հնարավորություն կտա իրենց ձեռքերին ավելի մեծ ազատություն կտա, ես չգիտեմ, ծածկում էին իրանց առաջ, երբ որ մենք տեսնում ենք, թե ինչ վարչական ռեսուրսի կիրառում էր այն ուսուցիչներին, դպրոցականներին, ուսանողներին։ Ահա, բայց ամենասարսափելը, այդ ակնհայտ, էլի, ակնհայտ։ Եվ այստեղ լեգիտիմ ընտրությունների մասին խոսել ես չեմ կարող։ Եվ ամենասարսափելին իհարկե մի քանի դեռ բռնության դեպքեր կային, ծեծի բանում Սևանում, հետո Մասիսում ոնց որ այդպես Մասսում, ահա, արտառոց, որը ոչ մի հետևանքներ որ չունեցավ։ Ուժը Հայաստանի աջակիցների վրա Հա, աջակիցների վրա հարձակվել են եւ մեղադրյալ չկար տևական ժամանակ, հիմա չգիտեմ ինչ վիճակ է այնտեղ էլի։ Պատկերացնում եք, եթե ընդդիմության որևէ աջակից նույնը աներ, ինչ կլիներ։ Դե հա։ Դե եթե Քանի րոպե հետո։ Հա, դե մենք դա տեսանք Արտուր Օսիպյանի պահով։ Մենք տեսանք, որ ինչ խոսք ուզես ասեց Արտուր Օսիպյանին, երբ որ նա ընդամենը հարցեր էր տալիս։ Իսկ նա իրան ասեց ինչ ես դու ողջ, պետք է այդ տակա, այլ չգիտեմ։ Եվ ընդ որում դա ուղղված էր Եվ անմիջապես ձերբակալվեց այդ ձեր օրինակը։ Ահա։ Ոչ միայն կոնկրետ այդ անձին, այլ արցախայությանը, այսինքն մենք տեսնում ենք, որ ատելության խոսք կար հստակ, որի թիրախներ արցախայությունը, հա։ Երեք տեսակ այդ զեկույցը, որ հրապարակվել է այդ ատելության եւ հաստատել է, որ կառավարվող ատելության խոսք եւ հենց իշխանությունների կողմից է։ Հենց արցախցիների։ Այո, արցախցիների նկատմամբ, այո, իհարկե, մենք տեսնում ենք ոնց են ոստիկանությունը մարդիկ ուղարկում, ուրեմն վերջին դեպքը են դիմակների բանով իբր թե աչքերի նմանությամբ մի հատ արցախցու տուն հղիկին 9 ամսական երեխա եւ 3 տարեկան կարծեմ երեխա դիմակներով մտել են, պատկերացնում եք, ահաբեկել են այդ ընտանիքին, որ իբր ամուսնուն թե ամուսնու եղբորը նմանացրել են աչքերով, չէ՞ որ դիմակներով էին ու պատկերացնում եք, ասինքն նախորդ անգամ էլ մի 2 ամիս առաջ էլ են բազմազավակ կնոջ տուն էին գիշերով գնացել Facebook-յան շուրջ գրառման համար։ Իսկ սա այս մեկը ընդհանրապես արտառոց դեպքեր էլի։ Այսինքն մենք կարող ենք ֆիքսել, որ բանը հասել է այնտեղ, որ մարկանց անգամ համացանցում գրառումների համար է։ Հա, դե սարսափելի է ուղղակի։ Հիմա նայեք, ինքը կանգնած հայտարարեց, որ Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է պետական դավաճանության մեջ ու մեղադրեցին անմիջապես հետո էլի։ Մի հաջորդ օրը երևի գործ հարուցվեց եւ այլն եւ այլն։ Հիմա շատ ուզում եմ մի հատ այսօրվա այդ ավականու այդ դեպքի մասին էլի խոսեմ։ Այս կոնտեքստում, քանի որ երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկին հայտարարում է մեղադրյալ, նա դառնում է մեղադրյալ։ Պատկերացնում եք, ու ասենք գլխավոր դատախազը դու ինչի՞ ես այդտեղ աշխատում, ես չեմ հասկանում, ուղղակի արժանապատվություն մասնագիտական դուք ունեք թե չէ։ Ասենք եթե դու տեղ աշխատում ես, բայց անընդհատ ցուցում է տալիս, թե դու ու անմիջապես անում ես, դու քեզ զգում ես գլխավոր դատախազ, չեմ պատկերացնում ուղղակի այդ անարժանապատիվ աշխատելավոճը, էլի որ մենք տեսնում ենք։
քաղաքապետարանում մենք տեսանք, որ փոխքաղաքապետ Արմեն Փամբուկչյանը աչքի ընկավ շատ լկտի բառապաշարով եւ նաև ծես կրտուկ տեղ ունեցավ հարցակցություն դիմարի ֆրակցիաների վրա։ Դա ուղղակի ինչ ավականի, ասենք այդ Փամբուկչյանը, դու ինչ իրավունքով ես Անդրանիկ Թևանյանի մասին խոսում։ Այ դա, գիտեք, դա Նիկոլի դրվածքն է հենց, որ ինքը երբ որ հայտարարել է, մյուսները ուզում են նմանվեն։ Մեր օրերի հերոսը իրանց համար Նիկոլն է։ Հասկանում եք, իրանք էլ իշխանություն իրանց զգան, իրանք էլ այդպիսի հայտարարություններ անեն։ Գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրով լիդերի մասին մտածեք։ Դու քո մասին մի հատ մտածի, քո պահվածքի մասին։ Ու գիտեք, չեն խորշում այդ տեսանկարանող սարքերից, ոչ մի բանից չեն խորշում։ Լկտի, արայով, սա մի հատ խոժանանոց է դարձրել այս երկիրը ընդհանրապես, այս տեսակ այս վարքագծով, ու գիտեք, իրանք էլ որ չեն պատժվում, այսինքն ոչ մի բան չի, նայեք այն Թալինի համայնքապետը, չէ՞, կամ դա սարսափելի մի հատ կերպար է, եկեղեցու բակում, հետո այդ Արցախցու տունը, որ գնացել, դեղ էլ չեմ ասում իրենց Թալինի եկեղեցի։ Ու ասենք ես ու այդ ծեծկրտբականա եք, այն Անի Խաչատրյանը ջուրը լցրեց դեմքին, այն մեկը, չգիտեմ, մի խոսքով դեռ շարունակվել է դրսում այդ ծեծն ու կռիվը, բայց ինձ այդ բառապաշարը ուղղակի այդ անօրինականությունը, օրենքները ոտի տակ դրած, որ դա արվում է, այդ ամեն ինչը ինչ ուզում են անում են, ինչ ուզում են Անդրանիկ Թևանյանը կդառնա պետական դավաճան, չուզեն այս Փամբուկչյանը, դու ով ես, լսի, որ դու այ էսա, մեր մարդիկ, գիտեք ինչ իշխանությունն է, չէ՞ պատասխանատու այս ամեն ինչի համար։ Իրանք վարքագիծ են թելադրում են ու այդ ենթականերն էլ դրսևորում են իրանց այսպես, չգիտեմ, ես չեմ ճանաչում մեր երկիրը, շատ եմ ափսոսում, որ մեր տեսակը պակասում է, այն տեսակը, որ մենք օրինավոր էլի, նայեք ես ձեզ ասեմ Արտուր Օսիպյանի պաշտպանության համար, որ Գեղամ Օհանյանը նախաձեռնեց նախագահականի դիմաց այդ նստացույցը, ես էլ էի գնում ու տեսա ունենց մարդիկ, որ գալիս են խավակ, որոնց մի մասին ճանաչում ես, մի մասին չէ, բայց այն օրինավոր, իրանց հայրենիքը սիրող, իրանց երկիրը սիրող, այս Գեղամ Օհանյանն էլ տենց մի կերպար էր կրթությամբ ինչ-որ հիմնադրամ ունի, թե ինչ դրանով է զբաղվում, և ինչ զուսպ, ինչ մարդու մասին մտածող, մեր երկրի, մեր հայրենակիցների, հիմա քիչ ամնում սրանք, դա ասեն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նրանք, ովքեր քվեարկել են ԿՊ-ին։ Գրեթե բաց տեքստով դա ասում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց մնացածը 70%-ը, որ ուր է ձեր ընտրակաշարքի դեպքերը։ Բերեք մի հատ տեսնենք կա այդ դեպքերը, թե չէ։ Ու գիտեք ինչն է շատ ցավալին, որ այդ նույն այդ քաղաքասարակության ներկայացուցիչները, այսպես ասած, այդ տվյալները հանում են հակակոռուպցիոնի, այսքան մեղադրյալ կա, հետո ինչ, ապացուցվել է, այս աստիճանի ոչնչացնել իրավապահ համակարգը, սենց ուղակի ոտի տակ դրած, աչքի առաջ ոչ մի բան չի գալի Նիկոլ Փաշինյանի, ու ես չգիտեմ, ու այս վիճակը անորոշ է, որ Ռուսաստանը, չգիտեմ, մի երկու երկիր, կարևոր է Ռուսաստանը, չի շնորհավորել, ինձ թվում է մի քիչ անհանգստացնող վիճակ է, բայց մեկը շարունակում են իրանց այս գործողությունները, հակահայկական գործողություններ են սրանք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ես նշեցի, որ հայտարարած իր հաղթանակի մասին, այսպես ասած, եւ մենք գիտենք, որ երբ որ ընտրություններում հաղթում է որևէ քաղաքական ուժ, նա փորձ է անում վերացնել բաժանարար գծերը եւ համախմբման գործընթաց իրականացնել։ Բայց հենց ընտրությունների ավարտից հետո Փաշինյանը դա չի անում։ Նա ավելի է խորացնում այդ բաժանարար գծերը, նշելով, որ
ով որ ընդդիմությանը ձայն է տվել, ընտրակաշառքով է տվել եւ շարունակում է ատելության խոսքը։ Հիմա, եթե նա դիտարկենք նրան որպես հաղթող կողմ, ինչու է նա շարունակում այդ բաժանարար գծերը նորից ավելի խորացնել եւ ինչից է նա անհանգստանում։ Տրամաբանորեն նա չպետք է անհանգստանալու բան ունենա։ Դե այդ 2/3-ի մասը կա նախ։ Հետո դժվար է իրան հաղթող ասել։ Այս տեսակ քարոշությունից հետո Եթե պայմանական հա, պայմանական եք ասում, դե կարծում եմ այդ 2/3-ի ու չեմ այդ մենք արդեն անմիջապես տեսանք Հաջիևը եկավ եւ մամուլը Բաքվի անդադ գրում այդ սահմանադրության մասին, շատ անհանգստացնում է այդ հարցը այդ հիմա դուք նայեք ինչ կարևոր բան է Միեդը հրապարակեց վճիռը ու դա պատահական չի որ հենց այս շրջանում է հրապարակել հավատացեք ու այդ դա շատ հզոր վճիռ է հասկանում եք Ադրբեջանի դեմ ես կարծացի որ Ադրբեջանը ինչ որ բողոք է բատան բայց կարողացել են մերոնք լավ փաստեր հավաքել եւ հասնել դրան որ եւ ասեմ որ դրանից հետո հաջորդական Արա Ղազարյանի խոսքերով մի 22 վճիռել հերթի են, որ հեսա հրապարակվելու են։ Դե ինչ գազանություններ են արել հայերի նկատմամբ ադրբեջանցիները, որոնք Տվյալ վճիռը հենց ապրիլյան պատերազմի այո, քարորիա պատերազմի դեպքերից մեկն են հրապարակել, սարսափելի, սահմռկեցուցիչ դեպքը։ Եվ իդեպ ներողություն ընդհատելու համար ով այն զինծառայողը, հա, ադրբեջանցի, ով իրականացրել էր դա, Ալիևը նրան արիության մեդալ էր տվել։ Այն Սաֆարովի մասին է խոսքը։ Չէ, Սաֆարովի մասին չէ, այն զինծառայողը, որը որ իրականացրել էր Միեդում նկարագրված քեյսի գործողությունը։ Ալիևը նրան արիության մեդալ է տվել եւ տեսեք Հիմա փաստացի մենք գնում ենք այսպես ասած խաղաղության մարդասպանների հետ, որտեղ փոքր ժամանակվանից մանուկ հասակից Ադրբեջանում այդ սերունդը մեծացնում են որպես հայատյաց ֆաշիստական սերունդ։ Ես ճիշտ ասած չգիտեմ ուր են սրանք մեծ տանում։ Լավ, իրանց ոչ մեկը, իրանց ամբողջ թիմից, իրանց մերձավոր շրջապատից, իրանց այդ պալատական իրավապաշտպաններ, մեկը չի խոսում։ Այս դեպքերի մասին, հասկանում եք, այս մարդ, ինչ ասեմ, հակամարտկային, այսինքն անպատկերացնելի է, որ այս տեսակ վճռից հետո կարելի էր շարունակել, լռել ու սպասել, որ թե Ադրբեջանը ինչ կասի, չնեղանա, մենք ու շարունակել խաղաղության ենք գնում, ինչ խաղաղություն։ Եվ այդ բանը նայեք, սա ցույց է տալիս, որտեղ նշվում է ԼՂՀ եւ այլն, եւ սա շատ ծանր է տանում Ադրբեջանը։ Հիմա եթե դուք ուշադրություն դարձնեիք այս նախընտրական շրջանի վրա, բոլոր ուժերն էլ խոսում էին Արցախի թեմայից եւ ինչ որ տարբեր ասպեկտներով, բայց բոլոր, այսինքն Այն որ Արցախի թեման մնացել է ու ոչ ոք չի կարող դա ոչ քո ասելով որ փակվել է, չի փակվել։ Փակվել է, որ այս վճիռը եղել է։ Սա եւս մի ապացույց է, որ Արցախի հարցը չի փակվել։ Որ ինչ, հա։ Գիտեք, երբ որ նոր արցախցիները տեղահանվում ենք, մենք հենց պահին աշխատել ենք Հակարիի կամուրջի մոտից էլի։ Շատ սիրով էին մերոնք ստեղ ընդունում իրանց։ Ինչ ատելության մասին կարող Դուք չեք պատկերացնի, Դավիթ, ես եղել եմ, մենք հենց տեղահանման մասին ենք գրել, 300-ից ավելի, մոտ 400 ընտանիքներ ենք այցելել, զինծառայողների այդ պատմություններն ենք գրել, Արցախյան զոհերի եւ այլն։ Ու թե ոնց էին իրանց, ես Ռոշական գյուղում եմ եղել, որտեղ մարդիկ անվճար իրանց տները տվել էին այդ փախստականներին, այդ բռնի տեղահանվածներին։ Ինչ փոխվեց, որ սենց Ով դրեց այդ հիմքը ատելության։ Վարչախումբը։ Հա, իրանք դրեցին այդ ու ուզում եմ ասել, որ հիմա նույնիսկ այս վճռի պարագայում էլի սենց լռության մատնել, այսինքն սա անմարտկային
հակամարտկային մի հատ իշխանություն է, իրենց ամբողջ թիմով, էլի, որ մեկը իրավունք չունի ծպտուն հանելու։ Ոնց որ ստրկության գնացած լինեն ԿՊ-ում, էլի։ Բարգավաճ Հայաստանի նկատմամբ տեսանք, թե ինչ մանդատագողություն ըստ էության Խայտարակություն, օրենքի կոպիտ խախտում։ Եվ եկեք փորձենք հասկանալ տրամաբանությունը։ Որն էր ձեզ ԲԿ-ի նկատմամբ այսպիսի գործողությունների մոտիվացիան։ Հիմա որ հարուցում է գործեր բաներ, Ոչ միայն դա, այլև նաև ԲԿ-ին զրկել ներկայացվածություն ունենալուց։ Ես մտածում եմ, որ այդ 3-5-րդի հարցն է, որ էլի ինքը ունենա այդ իրավասությունը, դատախազներ, չգիտեմ, նախարարներ նշանակելու իշխանության իր ընդլայնված իշխանության հարցն է եւ անամոթաբար առանց խորշելու կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չէ, խախտելով կոպտորեն, որ պետքա վերակվեարկություն լինի, իրանք չարեցին այդ վերակվեարկությունը, այսինքն բացարձակ, այսինքն խախտեցին օրենքը, որ դուրս թողնեն Գագիկ Ծառուկյանին եւ իրանք ունենան այդ 3-5-րդը։ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար հայտարարում է, որ այս կամ այն անձնավորությունը նստելու է, ունեցվածքը խլելու ենք, այսինքն մենք գործ ունենք հիմա ավտորիտար մի իշխանության հետ, որը որ ոչ միայն բռնաճնշումներ է իրականացնում քաղաքական հակառակորդների նկատմամբ, այլև ըստ էության ունեցվածքի վերաբաշխում է փորձառվում կատարել Հայաստանում։ Ճիշտ, հիմա տեսնում ենք Գագիկ Ծառուկյանին ինքը իր փակվում են նրա բիզնեսները։ Շանգրիլան օրինակ զրկեցին լիցենզիայից, դա արդեն հայտնի է, այդ Արարատ ցեմենտի մասին են խոսում, ասում է հացին կակային ասելու, դու ով ես, լսի, որ դու ամբողջությամբ չարաշահես այդ իշխանությունը, այդ ձևով, էլի, այդենց, չգիտեմ, լկտի ձևով, էլի, ասես ու դու ես ասում եմ ու անում եմ, պատկերացնում եք, սա եմ էլի ասում, սա ինչ չեմ պատկերացնում, ոնց կարելի է հանդուրժել սա, ոնց ենք մենք սա հանդուրժում, ես չգիտեմ, ես տեսա ՀԱԿ-ի հայտարարությունը, ինձ շատ դուր եկավ այդ համախմբան, գիտեք ինչ էի ուզում ասեի, միտքս կիսատ մնաց, այդ Գեղամոհանյան սա կարող է, օրինակ, այս ուժերից մենք արդեն տարիներ շարունակ, ապագայի համար եմ ասում, կարող է ձևավորվել նոր մի ուժ, այնտեղ միտքս լրացնում եմ այն խոսքից, որը պատմում էի, իսկ հիմա այստեղ պետք է համախմբվել, սենց չի կարող մենք նստենք նայենք, թե Հայաստանը ուր է գնում, ինչ է լինում, մեր այս ամեն ինչը շատ ծանր եմ ես ինքս էլ տանում, եկեղեցու այդ դեպքերը դուք տեսաք այդ երկուսին, որ բան են արել, ուղարկել են, նրանք բան են ուղարկում են զորավարժությունների, այդ ոնց է կոչվում, այդ հավաքների, վարժական հավաքների, այսինքն գնդերեցներին իրանք լուծարեցին, դուրս մղեցին բանակից, ընդ որում նրանցից մեկը ոնց որ գնդերեցների այդ ոնց է կոչվում, խմբից է եղել, ու հիմա սրանք լուր ռոմունջ ասել են լավ կգնանք ընդեղ, այսինքն արգելել են գնալ իրանց երկրները, ու ով է սա անում, այս որակի, այս խումբը, որ հարիր չի հայ ժողովրդին, այդպիսի ցածր մակարդակի, պատկերացնում եք ու մարդկանց ճակատագրեր, անարգեն եկեղեցին, ես չգիտեմ, ասենք որոշեն, որ ով պետք է գա Ռուսաստանից տեղընտրությանը մասնակցի, չմասնակցի, երբ որ մարդը իրավունք ունի ընտրելու։ Այս շատ կարևոր թեմա բարձրաձայնեցիք, նրանք հիմա փորձում են այնպես անել, որ ով վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստանում չի բնակվել, ընտրելու իրավունք չունի։ Սահմանադրությունը ինքն է, Նիկոլ Փաշինյանը, ինքն է իրան հայտարարել, ինքն է իրան կարևորել, բայց մի հատ կողքից նայի տեսնի ով է ինքը, էլի։ Ինչ վիճակ է, գիտեք, այդ քարոզարշավը շատ ծանր ես տարա, շատ ծանր, որովհետև հատկապես այդ Երևանում տեղի ունեցող, ոչ թե այդ բժշկու դեպք, այլ են մայրը,
որը երկու կորուստ ուներ այդ պատերազմի ժամանակ, որ եկել էր խոսեր Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այդ զանգվածը, որը հետևում էր Նիկոլ Փաշինյանին, գորգորում էին, որ չլսվեր այս կնոջ ձայնը։ Ես տեսնում եմ այս հասարակության, ասենք, անբարո պատկերը, որ Փաշինյանի հետևից գնում են ու թույլ չեն տալիս, որ այդ սև սրտով կինը խոսեր, ասեր, եւ ինքը իր հետ սև սրտիկ էր բերել, որ ցույց տար, բայց թույլ չտվեցին, որ անգամ մոտենար։ Սա այս դրվագը բավական է, որ մենք տեսնենք, թե ինչ են անում, իրոք ներգործություն ունեն իրենք այս հասարակության վրա։ Ու մենք ես սենց նայում եմ, տեսնում եմ, թե օրինակ այդ փող քաղաքապետը ուրիշ անգամ երբեք տենց չէր խոսի։ Դու ինչ իրավունք ունես, ինչ փողոցային բառապաշարով էր խոսում։ Փողոցային։ Արայով։ Հա, արայով։ Դավայստուց։ Հա, սարսափելի է էլի։ Դե այն ոնց էր նա խոսում, ուզում են նմանվեն։ Երազում են նմանվեն Նիկոլ Փաշինյանին։ Վոժդին։ Այդ Վոժդին, այդ իրանց Նիկոլ Փաշինյանի կադրերն են հենց, որ իրան հետևում են էլի, իրան արժանի կադրեր են։ Դուք նշեցիք գնդերեսների դեպքը, երբ արգելվեց նրանց լքել Հայաստանի Հանրապետությունը եւ նրանք ուղարկվեցին վարժական հավաքների, փաստացի տեսեք այս ռեժիմը, որը որ կազմաքանդում է պետական ինստիտուտները, հասել ենք այն կետին, որ զինված ուժերն էլ դարձրել է աքսորավայր, պայմանական ասած։ Այո, ուղարկում են։ Կամ պատժարան, որ մարդ եթե գալիս է, ես հիշում եմ այդ կադրերը, որ տարածվում էին համացանցում, ընտրությունից 1 կամ 2 օր առաջ, որ մարդիկ գալիս են Հայաստանի Հանրապետություն, դա որ տանն վարժակն է։ Ռազմական ոստիկանությունը այդտեղ հերթապահություն էր անում։ Չգիտեմ ինչ ասեմ, այն նախկինների դեմ խոսալով որ եկել է, ինքը նախկինների հենց կրում է այնա, որոնց ես արժեք չպետք է ասեմ, բայց կրում է այն արատավոր բարքերը եւ հենց ինքը արժանի է, ինքը ավելին, ինքը խորհրդային կերպար է Նիկոլ Փաշինյանը ինձ համար։ Բոլշևիզմը, հա, հասական։ Ավելի, հա, իսկական, հա, այդ բոլշևիզմի արտացոլումն է, ինքը ոչ մի արժեք արևմտյան եւ այն, ինքը երբեք չի կրել։ Ես աշխատել եմ իր հետ, գիտեմ։ Ինքը ուրիշ նպատակներ ու բաներ ունի, ծրագրեր ունի եւ դա է անում եւ միշտ էլ դժվար է, որ եթե ուզում ես հեռացնես այս տեսակ ղեկավարներին, այս բռնակալ, նույնիսկ ես բռնակալի էլ չի ձգում ինքը էլի, չկայացած առայժմ բռնակալի այս հեռացումը բավականին, այսինքն մենք էլ հետը պետք է տանջվենք, երևի մենք էլ մեր մեղքերը ունենք, որ թույլ տվեցինք, որ մի մարդ, որը չունի գիտելիքներ, որը կարող էր այս երկիր ղեկավար, միշտ չենք մտածում դրա մասին, ասենք մենք այսինքն, գիտեք ինչ, ես իրան նախկինների հետ չեմ համեմատել, էլի, ասեմ, գիտեք ես շատ մարտի մեկյան դեպքերից հետո ես այդ ձեկույթի վրա եմ աշխատել Human Rights Watch-ի հետ եւ այլն, շատ ծանր էր ինձ համար եւ ես չեմ կարող դա ներել, բայց մենք հիմա տեսնում ենք բաներ, դուք պատկերացնում եք, ասենք, որ երբեք չեն եղել, ասենք, սա ավելին է, էլի, որ մենք չենք տեսել, դու հիմա ինչ ուզում է անում է, ոչ մի տեսակի խոչընդոտ, ոչ օրենսդրական, ոչ բացարձակապես գոյություն չունի իր համար։ Եվ այդ Արտուրին էլ լավա, որ կարողացան, պատկերացնում եք, համ ինքը անի, անպատվի, վիրավորի, գիտեք ինձ դուր եկա, որ Արտուրը պահանջեր դրե այդ հացադուլի արժանապատվության իր վիրավորելու այդ հարցի դատարանա դիմել նույնց։ Գիտեք ինչ, նա չի մտածում, որ մարդիկ արժանապատվություն ունեն, որ վիրավորում, իր ձևը նսեմացնելն է, ցանկացածին, գիտեք, գիտնականին, այսինքն օրինակ Արթուրը Հեցի նախկին բանը, Դավիթ Ղազինյան, ներողություն, եղբայրն է Արթուրը, չէ՞։ Դավիթ Ղազինյան։ Հա, Դավիթ Ղազինյանին, որը
ասենք այդ ասուլիսներից բան ես գիտեմ, ես չեմ ճանաչում։ Հստակորեն հեցի շուրջ տեղնոցող ողջ այդ գործընթացը Ինքը շատ կոռեկտ, երբեք մի ավելորդ բան չենք տեսել եւ այսինքն ինչ է սա անում։ Եւ լավ իրավաբան է երևում, որ ինքը հատկապես որ Գերդաստանն է էլի իրանց իրավաբանների։ Դու ուր ես տանում մարդուն բանտ, որ նսեմացնես, չի պատկերացնում թե ինքը ինչքան նսեմացած է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային դրամական փոխանցումներ, կրիպտոարժույթ եւ կհանդիպենք հետագայում։